Բարև ձեզ, սիրելի հեռուստադիտողներ և հետևորդներ։ Ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Մենք եւս միացել ենք մեր հայրենակիցներին եւ եկել Ծիծեռնակաբերդ, որպեսզի հարգանքի տուրք մատուցենք ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Բարեցես։ Այսօր եկել ենք ցեղասպանության թանգարան, որպեսզի ծանոթանանք պահպանված ցուցանմուշներին։ Բարի գալուստ։ Ինչ կարող եք մեզ ասել ցեղասպանության մասին, որոնք որ ոչ բոլորին են հայտնի։ Նախապատմությունը գրեթե բոլորին հայտնի է։ Ուղղակի ժամանակ առ ժամանակ նոր ցուցանմուշներ ենք ստանում, նոր իրեր, որոնք համալրում են թանգարանի արխիվները, որտեղ կա 90,000-ից ավելի իր, դա կլինի փաստաթղթի տեսքով, գրքի, լուսանկարի։ Որոշ հայեր ռուսական զինվորականների օգնությամբ կարողացել են ցեղասպանության ժամանակ տեղափոխվել Արևելյան Հայաստան, այստեղ, այսինքն նրանք փրկվել են կոտորածներից, բայց մահացել են սովից, տիֆի, մալարիայի համաճարակներից։ Լուսանկարները ինչպես են պահպանվել, ինչպես են մեզ հասել տելեֆիլմերից հատուկ։ Լուսանկարները, այս տիպի լուսանկարները, զոհերի, փրկվածների եւ այլն հասել են մեծ մասամբ օտարերկրացիների շնորհիվ։ Գերմանացի սպա Արմին Վեգների լուսանկարներն են հայտնի, որովհետեւ Գերմանիան Թուրքիայի դաշնակիցներ եւ բոլոր օտարերկրացիներին արգելված էր լուսանկարել, բայց նա չի հնազանդվում այդ հրամանին, այդ իսկ պատճառով գերմանացի զինվորականները նրան ձերբակալում են, լուսանկարների մեծ մասը խլում են նրանից եւ ոչնչացնում, բայց նա կարողանում է փրկել մի շարք լուսանկարներ իր գոտու մեջ թաքցնելով, երբ որ դուրս էր գալիս Օսմանյան կայսրության տարածքից եւ մեկնում Գերմանիա։ 1968 թվականին նա ժամանել է հուշահամալիր Արմին Վեգները, արդեն խորհրդային Հայաստան, խոնարհվել անմար կրակի մոտ, այո։ Գիրքը Ավրորա Մարտիկանյանի վկայությունները պատմող գիրք է, Ռավիշտ Արմինյան վերնագրով հայերենով գեղեցված կամ հոշոտված Հայաստան, որը տպագրվել է Ամերիկայում, Նյու Յորքում, որի հիման վրա էլ նկարահանվել է ցեղասպանության մասին առաջին ֆիլմը Ամերիկայում Մետրո Գոլդվին Մայեր կինոընկերությունում։ Դա համր ֆիլմ է, տևում է 18 րոպե։ Իսկ այս կադրերը Սրանք տեսարաններ են ֆիլմից, եղել են խաչելության դեպքեր, նաև այսպիսի թաղումներ։ Այսինքն այն է, ինչ որ իրական տեղի ունեցել ցեղասպանության ժամանակ։ Այո, գոտին պատրաստել է Հարություն Ալբոյաջյանը, Ձախից առաջինը, ով եղել է թուրքական որբանոցում, որտեղ տեղավորում էին հայ եւ հույն տղաներին, ովքեր պիտի թուրքական բանակը համալրեին։ Բայց նրանք իրավունք չունեին այնտեղ խոսել իրենց մայրենի լեզվով, պիտի սովորեին թուրքերեն, Ղուրանից հատվածներ անգիր, նրանց համարակալում էին։ Դա ինքնության ոչնչացում է, որը եւս համարվում է ցեղասպանություն։ Սերեբ Թորոսյանը այն հայ երեխաներից է եղել, ով փրկվել է թուրք հարևանի կողմից։ Ապրելով թուրքի տանը պարտավորվել է ամուսնանալ վերջինիս դստեր հետ, բայց փախչում է տնից, Աստվածաշունչը թաղում է հողի տակ, հենց թուրք հարևանի պարտեզում։
որ իր տան մեջ չգտնեն եւ չոչնչացնեն գիրքը։ 2 տարի անց վերադառնում է, Աստվածաշունչը գտնում է նույն տեղում, տարիներ անց իր թոռները նվիրում են Թանգարանին։ Նա ամուսնացել է հայ կնոջ հետ, հայ աղջկա։ Այո։ Թուրք զբոսաշրջիկներ այցելում Թուրք զբոսաշրջիկներ եւս այցելում են, հատկապես եվրոպական երկրներից, իսկ ամենաշատ հանդիպող հարցը օտարերկրացիների կողմից լինում է այն, որ ինչպես կարելի է այսքան բանը տեսնել, իմանալ եւ ժխտել։ Դա արդեն այդ հարցը իրենց մոտ առաջանում է Թուրքիայի հանդեպ։ Իսկ թուրք զբոսաշրջիկների արձագանքներն այդպեսին թե Չէ, իրենք շատ չեզոք են, ոչ հաստատում են, ոչ շղթում են, ուղղակի նայում են, կարդում են ու գնում են առանց որևիցե մի արձագանքի, ոչ բացասական, ոչ դրական։ երբ վերջին անգամ նոր թանգարանային նմուշներ ձեռք բերվել։ Հստակ ժամկետը չեմ կարող նշել, բայց մոտավորապես 1 կամ 2 ամիս առաջ Սողոմոն Թելիրյանի ազգականներն են մեզ ինչ-որ նյութեր նվիրել, Թանգարանին են նվիրել, կոնկրետ ինչ-որ փաստաթղթեր, լուսանկարներ։ Շատ է, այսինքն մշտապես ավելանում։ Այո, մշտապես համալրվում են արխիվները, նաև գրադարանը։ Այժմ քանի պետություն է ընդունել ցեղասպանության փաստը։ Մինչև այսօր պաշտոնապես 34 երկիր է ընդունել։